Սելավադագիցներ, գողջունենք ձեզ մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի բադվական անունով եւ գողջունենք բոլոր անոնք, որոնք գետևին մեզի համացանցի միջոցով եւ գամ հերադեսիլի ICFN Get TV միջոցով։ Ու որեք Աստվածովն է առողջ բահե հավատքով բահե եւ իր գամքը օրհնյալը։ Մեր պաշտամունքները գշարունակվին ամեն գիրագի ժամը 9:40 անգլերեն լեզվով պաշտամունք, ժամը 11-ին հայերեն լեզվով պաշտամունք եւ միասին դերը պաշտենք եւ մեծարենք։ Շաբաթ գեսորեյետ ժամը 4:08 ունենք ընտանեկան երեկո, փոքրեր, բադանիներ, երդասարտներ, ընտանիքներ բոլոր հրավիրված եք։ Նաև գրնակ ձեր հետ հրավիրել անձեր, ուրիշ ընտանիքներ, որպեսզի կան եւ եկեղեցի շրջափակեն ներս ունենանք հատուկ երեկոմը։ Բոլոր հրավիրված եք family այս երեկոյին շաբաթ ժամը 4-ին մինչև 8-ը։ Ուրեմն թե դուրսը բիդելանք, թե ներս բիդելանք եւ also park պիտի դանք իր օրհնություններուն համար։ Սելներ ծեր աղոտքին մեջ հիշեցեք եկեղեցին եւ ոչ թե միայն հիշեցեք եկեղեցին, նաեւ ուրիշ անց մնալ ցեզի հետ եկեղեցի բերեք։ Գիտեք, եթե մենք ուրախ ենք եկեղեցիով, պետք է որ ուրիշնալ ուրախանա եկեղեցիով։ Եվ այդ ուրիշնալ ուրախացնելը մեզի գինա, հրավիրել, քաչալերել, որպեսզի Աստուծո խոսքը նաեւ լսվի եւ դարածվի։ Այսօրվա Աստվածաշունչի ընթերցումը առնված է առաջին Հովաննու, առաջին գլուխ 5-10 համարներն։ Որ նաեւ պիտի անդրադառնանք մանրամասնությամբ պատգամին մեջ։ Հետևենք Աստուծո խոսքին ուշադրությամբ։ Ասիկա այն պատգամը Ասիկա այն պատգամը, որ իր մեջ լսեցինք ու ցեզի գիմացնենք, թե Աստված լույս է ու անոր մեջ բնավ խավար չկա։ Եթե ասենք, թե անոր հետ հաղորդագից ենք ու խավարի մեջ բդդինք, սուտ կխոսինք, ճշմարտությունը չենք գսել։ Հապա եթե լույսի մեջ քալենք, ինչպես անիկա լույսի մեջ է, իրարու հետ հաղորդագից կլանք ու անոր որդին Հիսուս Քրիստոսին արյունը մեզ ամեն մեղք կսրբե։ Եթե ասենք, թե մենք մեղք չունենք, ինքնից կխաբենք ու մեր մեջ ճշմարտություն չկա։ Եթե խոստովանենք մեղքերնից, հավատարիմ ու արդար է անիկա մեր մեղքերուն թողություն տալու եւ մեզ ամեն անիրավութենե սրբելու։ Եթե ասենք, թե մեղք չկործեցինք, սդախոս կծուցունենք զանիկա ու անոր խոսքը մեր մեջ չէ։ Ամեն։ Սելավադագիցներ, մութը, մթությունը, բամն է, որ գրեթե ամեն մարդ կհասկնա։ Ոչ միայն ֆիզիկական իմաստով, այլ նաև հոգևոր իմաստով։ Մութին մեջ, մթության մեջ միտքը գխափե մարդը։ Գխափե մարդը եւ սովորական բաները գտարնան սպառնալիք։ Լրությունը գտվի վտանգավոր։ Բայց երբ լույսը գմտնե, ամեն բան կբացահայտվի իր իսկական վիճակով։ Իրականության մեջ այս բարձ փորձառությունը զուտ հոգևոր փորձառություն է։ Որովհետև Աստվածաշունչը գսորվեցն է, թե մութը միայն լույսի բացակայություն չէ, այլ նաև խաբեություն է, մեղք է, բահվդում, ծածկում, Աստծուց հեռացում։ Բայց Ավետարանը գռչակ է հզոր
ճշմարտությունը, որքան ալ մութը զորավոր լա, Քրիստոսի լույսը ավելի զորավոր է։ Սելներ դեր Հիսուս մեզ չի գանչեր մութը գարավարելու, այլ լույսին մեջ քալելու ճշմարտությամբ, խոստովանանքով, ապաշխարությամբ եւ շնորհքով։ Այսինքն, առաջին, մութը մեզի գմղե Աստուծմե բահվդելու։ Առաջին անգամ, որ մութը հոգևոր իմաստով գերեւի Աստվածաշունչին մեջ ծննդոց 3-րդ գլուխին մեջ է։ Ադամ եւ Եվա մեղանչեցին։ Ինչերին։ Անոնք բահվդեցան։ Գգարտանք ծննդոց 3:10 վախցա ուստի բահվդեցա։ Մեղանչումեն առաջ անոնք ազատ գկալեին Աստուծո հետ։ Մեղանչումեն յետք բահվդեցան Աստուծմե։ Ուրեմն աստվածապանական օրեն մեղքը միան օրենք չի խախտեր, այլ հարաբերություն գխզե։ Որովհետև մութը գբերե վախ, ամոթ եւ բահվդիլ։ Հիշենք, թե մեղքը մտնել է յետ մարդը առած այլևս չկալեց, բահվդեցավ։ Եվ այս աստվածապանական օրեն անգումի վարտաբերությունն է։ Մարդը առածը փնությամբ Աստուծո մոտ չի վազեր, այլան Աստուծմե գհերանա, որովհետև մութը գխեղաթյուրե իրականությունը։ Մարդը առածը գմեղմացնե մեղքը, գարտարացնե ինքզինք եւ գուխուսափի բացահայտվել է։ Օրդա գարնենք մանուկմը։ Դան մեջ եթե փամը գծե, չի վազեր ծնողքինքով։ Ինչ կնե, գբահվդի, որովհետև գվախնա։ Նույնպես մարդկային սրդին գեցված կա Աստուծո առջև։ Ուրեմն եկեք անձնակնությամբ եւ նախքան դերոց սեղանի մոդենալ հարցնենք. ինչ գբահես մութին մեջ։ Դեր մգա կյանքիդ մեջ ու անգեր չես Աստուծո հետ։ Կյանքիդ որ բաժինները ծածուկ կբահես։ Սերես հիշենք, թե ուր որ ծածուկ բան կա, հոն մթություն կա։ Երկրորդ, մութը մեզ գխափե ավելի ինչ որ մենք կգործենք։ Մութին ամենավտանգավոր կողմերեն մեկը այն է, թե անմիշտ բացահայտ չէ։ Իրականության մեջ մութը հաճախ դժվար է նկատել, որովհետև Աստծո խոսքին մեջ կտեսնենք սատանան գրնա լույսի գերբարան կառնել։ Ինչպես որ կգարտանք առաջին Հովաննույն մեջ։ Եթե ասենք, թե անոր հետ հաղորդագից ենք, խավարի մեջ պտտինք, սուտ կխոսինք։ Քիչ առաջ գարտացինք։ Այս կնշանակե, թե կարելի է հոգևոր բառեր գործածել, նույնիսկ եկեղեցի հաճախել, բայց դա գավին մութին մեջ ապրիլ։ Եվ աստվածապանական օրեն այս մեղքի խաբեության վարտաբերությունն է։ Մեղքը հազիվ թե ինքզինք ներկայացնե որպես չար, որովհետև շատ հաճախ գտվի բնական, գտվի ընդունելի, նույնիսկ գտվի խոսակցությամբ նորմալ, ամեն մարդ կնե, նորմալ բան մնե, բարս բան մնե,
Այսինքն սիրելիներ, հբարդությունը, փամփասանքը, նախանցը, ինքնարդարացումը նույնքան վտանգավոր են։ Վտանգավոր են անձին համար։ Օրինակ անենք մութ սենյակը, որ շատ քիչ լույս կա, հազիվ կտեսնես, բայց այդ լուսավորումը սենյակին արտադրությունը, գերդությունը ցույց չի տա։ Շատ թեթև լուսավորումն է։ Բայց երբ լույսը ուժեղ է, ամեն բան կբացահայտվի։ Ինչ մեղք գարտարացնենք այսօր։ Ինչ բաներ ընդունած ենք որպես նորմալ, բնական, ամեն մարդ կնե, մենք ալ կնենք։ Մեկ կողմեն հավատացյալ ենք, մյուս կողմեն ժողովրդին հետ ամեն բան կրնանք կնել։ Մութը ամենավտանգավորն է, երբ բնական գտնվի։ Երրորդ, լույսին մեջ քալելը գադարելություն չէ, այլ ճշմարտություն է։ Աստված մեզ կգանչե լույսին մեջ քալելու, Աստված լույս է եւ անոր մեջ բնավ խավար չկա։ Այսինքն լույսին մեջ քալել կնշանակե անգերձ լալ, ընդունել սխալ, խոստովանել, Աստուծո դառնալ։ Ուրեմն հիշենք, թե լույսին մեջ քալել կնշանակե մերժել, ցեվացնել եւ թույլ տալ շնորհքին կործելու մեր մութ ծածուկ տեղերուն մեջ։ Եթե լույսին մեջ քալենք, դեր Հիսուս Քրիստոսի արյունը մեզ ամեն մեղք է կսրբե։ Սերներ աստվածաբանականորեն մենք չենք մաքրվիր, որպեսզի Աստուծո մոտենանք։ Մենք ենք, որ նախ Աստուծո գուքանք եւ ան կմաքրեմես։ Վերքմը, որ գծածկվի, չի պուժվիր։ Վերքը պիտի բացահայտվի, պիտի բացվի, որպեսզի պուժումը սկսի։ Անգերձ ենք Աստուծո հետ մեր հարաբերությունը, եթե ծածկված բան կա։ Չորրորդ, Աստված շրջապատը գօգտագործե մեզ լույսին բերելու համար։ Լույսին մեջ քալելը միայն Աստուծո հետ քալել չէ, ադիգա անձնասիրություն է։ Ես կհավատամ, ես հավատացյալ եմ, ինձ ինչ այլևս ուրիշ ինչ կուզես թողել է։ Ասի անձնասիրություն է, ասի հավատքի հբարդություն է։ Լույսին մեջ քալել, լույսին հետ քալել, ուրիշներու հետ քալել նաև։ Եվ աստվածաբանականորեն եկեղեցին շնորհքի ճշմարտության վայրն է։ Օրինակ առնենք փորփոսը, անգլերենով mold կսեն, փորփոսը։ Փորփոսը մութին մեջ կդարածվի, բայց լույսին մեջ կգործվի։ Մեր մեջ մանր մունր փորփոսներ կան, որ ծածուկ կբահենք, թե լույսին կփանանք։ Հինգերորդ, դեր Հիսուս է լույսը, որ ազատություն կուտա։ Դեր Հիսուս կսե ես եմ աշխարհի լույսը։ Եվ իրականության մեջ դեր Հիսուս ոչ միայն մութը կբացահայտե, այլ կհաղթե։ Եվ աստվածաբանականորեն դեր Հիսուս մեզ կփրկե եւ ազատություն կուտա։ Լույսը մութին հետ չի պայքարիր, անմիջապես կհեռացնե մութը։
Ինչ է մեր վիճակը։ Դու քեզ կփորձես փոխել, թե Քրիստոսի զորությամբ կուզես փոխվել։ Սերներ մութը իրական է, մթությունը իրական է, բայց երբեք ավելի զորավոր չէ, քան դեր Հիսուս Քրիստոսի լույսը։ Մութ սենյակ ամբողջությամբ բզդիկ մոմը կսկսի լուսավորել, բզդիկ քայլը, մեկ քայլ, բայց անգերց։ Ուրեմն հարցումը այն չէ, թե մութ անգյուն գա կյանքիս մեջ։ Իսկական հարցումը գուզեմ կյանքիս մութ անգյունները լույսին բերել։ Զգուշելանք, մութը գշրջաբադե մեզ, մթությունը գշրջաբադե մեզ և գշրջաբադե մեր ընտանիքները։ Հետևաբար, լույսին մեջ քալ է, ոչ թե որովհետև գադարյալ ես, այլ որովհետև դեր Հիսուս Քրիստոս ճշմարիտ լույսն է։ Բոլորս ալ կյանքի ընթացքին մեջ կքալենք, ինչ լույսով կքալենք։ Այս հարցումին պատասխանել էր առաջ։ Հանցնվիր և ապա մոտենանք դերոց սեղանին, կհրավիրեմ եղբայրներ, որ առջև կան։ Սելիներ մերդերը իր վերջին ընցիկը գնել աշակերտներուն հետ։ Եվ գսե այսրեք զիս հիշելու համար։ Այսինքն հիշել դեր Հիսուս Քրիստոսի զոհողությունը խաչին վրա։ Մարդարացի մեղքերու փրկության թողության համար։ Եվ այսօր դերոջ սուրբ սեղանը կբացվի։ Իր սեղանն է, հրավերը իր մե, և գսե եկեք ինձի բոլոր հոգնած և բեռնավորվածներ։ Եկեք ինձի, եթե ձեր սրտին մտքին օքին մեջ մութ անգյուններ կան, ինձի բերեք։ Ինձի բերեք, լուսավորվեցեք, որպեսզի լույսի մեջ գալեք։ Եվ նաև շրջապատնիդ լուսավորեք։ Այս հավատքով գխոնարինք դերոջ ներկայության մեջ։ Եվ կհրավիրենք բոլոր անոնք կուզեն մասնագիծը լալ դերոջ սուրբ սեղանին, թող փայլաջին ոտքի ելնել։ Մեր Տեր և մեր Աստվածը գխոնարինք մեծությանը առջև, շնորհակալությամբ քեզի փառք կտանք, որ խաչին վրա կյանքը տվիր, որպեսզի նոր հաղթական կյանք ունենանք։ Այս հավատքով գուքանք, խոստովանանքով գուքանք, ները, մաքրե, սրբե և արժանացուր մեզ քո արքայությանդ։ Եվ օգնե մեզի։ Լուսավորե մեր սիրտը միտն ու հոգին, որպեսզի քալենք քո լույսիդ մեջ, քեզի հետ, և լուսավորել մեր շրջապատը, և շրջապատն ալ փառավոր է քեզ, որ երկինքն ես։ Փառավորվիր դեր քո փառքիդ համար։ Ամեն։ Մեր Տերը մատնված գիշերը հացը գարնե, գկոհանա եւ ապա գծելով գսե արեք գերեք այս է մարմինս, որ կգդրվի ցեզի համար։ Եվ ապա փաժակը գարնե, գկոհանա
Եվ գսե այս նոր ուխտ է մարզնովս, քանի անգամ որ խմեք, հիշեցեք և բատմեցեք։ Ամեն։ Սելներ, դեր Հիսուս կսե եկեք ինձի։ Բոլոր անոնք, որոնք կմասնակցին դերոջ սուրբ սեղանին, հրավիրված են մասնակցելու ապաշխարությամբ և սուրբ կյանք ապրելու մտածությամբ։ Սեղանը իրն է։ Պատասխանատու ենք մեր կյանքերում։ Մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի մարմինը գոտրված խաչիմը իմ և քու մեղքերու թողության փրկության համար միասնաբար։ Մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի արյունը թափված խաչիմը իմ և քու մեղքերու թողության փրկության համար միասնաբար։
Մեր Տեր մեր Աստվածը շնորհակալ ենք երախտաբար դենք շնորհքիդ ողորմությանդ սիրույթ։ Գարաչեմ ով դեր օրհնես մեր ընտանիքները եւ հոսքը տվող յուրաքանչյուր անձ եւ ընտանիք օրհնե մեր ժողովուրդը եւ բահե պաշտպանե չարեն, փորձանքներեն, հիվանդություններեն, նեղություններեն, դակնապներեն, դժվարություններեն։ Թող բահաբան ռեշտակներդ ուղեգից լան եւ օգնե հավատքի կյանք ապրելու վկայությամբ, ծառայությամբ դու փառավորվիս, դու մեծարվիս եւ մեր շրջապատը լուսավորվի քույսովդ եւ մեր շրջապատը թող փառավորե քեզ, որ երկինքն ես։ Տեր Հիսուս Քրիստոսի անով։ Ամեն։ Մեր Տերոջ սորվեցուցած աղոթքը միասնապար կաղոթենք։ Զիքոյ արքայություն, զորություն եւ փառք հավիտյանս։ Ամեն։ Եվ ինք խաղաղության Աստվածը ձեզ բոլորովին սուրբն է։ Ու ձեր հոգին, մարմինն ու շունչը անառատ պահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի քալուադենը։ Ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը, Սուրբ Հոգվույն հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունը, զորությունը ձեր բոլորին, ձեր ընտանիքներուն, ձեր հարազատներուն հետ լա։ Կացեք խաղաղությամբ ամենագալն Աստված Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի բահե եւ պաշտպանեցես։ Հիմա եւ միշտ հավիտյանս։ Ամեն։